Ներառելու է կարող է ներառել տարբեր ենթակառուցվածքներ։ Ես հենց այո հարցում, կա ինչ-որ հստակություն այս մասով, արդեն հստակ է։ Հստակ է, որ կարող են լինել երկաթուղի, կարող է լինել գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հոսանքի գծեր, այդ բոլորը կարող են քննարկվել։ Իսկ որ երրորդ կողմն է ներգրավելու, պարոն Միրզոյան, այս մասով հստակություն կա։ Դեռևս երրորդ կողմ ասելով, ուզում եմ ասեք ինչ նկատի ունեք։ Թե ասում են հայ-ամերիկյան կոնսորցիումը ընդգրկելու է նաև երրորդ կողմ, որը զբաղվելու է այդ աշխատանքներով, որ երրորդ կողմ։ Հիմա նայեք, երրորդ կողմ ասելով այս կոնտեքստում նկատի չունենք երկիր, կառավարություն, մենք նկատի ունենք, որ այո, հայ-ամերիկյան, Հայաստան, Միացյալ Նահանգներ կառավարություն երկրները կհիմնադրեն ընկերություն, որը կունենա այդ կառուցապատման իրավունքը, եւ երևի, դա էլ վստահ չի, փաստ չի։ Երևի շինարարությունը կարտապատվիրակվի ինչ-որ շինարարական ընկերության, չգիտեմ, գուցե գնացքի սպասարկումը կլինի նույն ընկերությունը, կլինի այլ ընկերություն, կլինեն տենդերներ, չգիտեմ, այսինքն բնական տնտեսական ինչ-որ սելեկցիայի process կլինի, էլի, տնտեսական շարժառիթներով։ Այտենց չնայենք հարցին Հայաստան, Ամերիկա եւ երրորդ երկիր, երրորդ կողմ, էլի։ Գործնականով շատ մոտավոր կարող եք ասել, ապա շրջափակում արդեն ճանապարհների գործարկում կամ մոտավոր պատկերացում երբ կլինի։ Նորից եմ ուզում հարցնել, ինչ նկատի ունեք։ Ասեմ ինչ եմ հարցնում, նայեք։ Ոնց որ թե ինչ որ մի կոմպոնենտ ապա շրջափակման արդեն եղավ, հա։ Հենց հիմա կամ մտել են Հայաստանի սահման, կամ մոտենում են Հայաստանի սահմանին բեռներ, որոնք անցել են, դուրս են գալ, շարժվում են Ռուսաստանից եւ Ղազախստանից եւ անցնում են Ադրբեջանի տարածքով, ադրբեջանական երկաթուղիներով, հետո Վրաստանով եւ մտնում են Հայաստան։ Կարող ենք ասել, որ ապա շրջափակման մի կոմպոնենտ եղավ, կարծում եմ, այո։ Կլինի հետո ուրիշ կոմպոնենտը, հետո այն շրջանակը, որի մասին հարցնում եք եւ ընդհանցակարգեր եւ հարցեր որ կլուծվեն, կլինի Հայաստան, Ադրբեջան ուղիղ կապող ենթակառուցվածք, երկաթուղի։ Դրա մասին եմ հարցնում, օրինակ դա։ Դե ախր քիչ առաջ ես ասացի, որ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Ես չեմ կարող ասել, երբ կդրվի առաջի ռելսը, եւ առավել եւս չեմ կարող ասել, երբ կգնա առաջի վագոնը։ Բայց ես կարող եմ ասել, որ մենք որպես կառավարություն եւ որպես պետություն շահագրգռված ենք, որ դա լինի օր առաջ։ Իսկ Թուրքիայի հետ, պարոն նախարար, հայ-թուրքական պայմանավորվածությունների իրականացումը։ Դուք չեք լսում այս հարցը պատասխանը։ Լսում էի, այնտեղ էլ ոչ։ Մենք Թուրքիայի հետ ունենք գրեթե ամենօրյա երկխոսություն եւ այս երկխոսության վերջնանպատակը իհարկե սահմանների բացումն է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Եվ ես նաև քիչ առաջ հույս հայտնեցի, որ առաջիկայում մենք կունենանք շատ շոշափելի արդյունքներ այս ճանապարհին։ Իհարկե դրանց մի մասը Գյումրի-Կարս երկաթուղի բացումն է։ Եթե դա հարցի իմաստը։ Կա մոտապագայում դրա հնարավորություն, այսինքն ինչ որ մոտ ապագայում դրա հնարավորություն կա։ Ազդակներ միշտ ասում եք, որ հույս ունենք, որ առաջիկայում այո կլինի, նկատի ունեմ։ Հիմա հարցն է հնարավորություն կա գործնականում։ Ասում եմ գործնականում հնարավորություն կա։ Ասում եք ազդակներ ստացել եք, ասում եմ ազդակներ ստանում ենք։ Բայց կարգավորման գործընթացը ինչպես սկսվել է, գրեթե այս նույն ձևակերպումները լսում ենք, ուղղակի գրեթե առանցքային բառ։ Պարոն Միրզոյան, իսկ ասում ենք, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը այլևս հաստատված է, այլևս իրողություն է։ Հետաքրքիր է, ուրվագծվում է այն ժամանակահատվածը, երբ օրինակ վերջնական կստորագրվի այդ նախաստորագրված պայմանագիրը։ Կդժվարանամ էլի ժամանակ ասել, բայց ուզում եմ մի հատ էլ ասել, այդ որ դուք ասում եք այդ նախաստորագրմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը արձանագրված է։ Այդ նախաստորագրմամբ այդ խաղաղությունը արդեն հաստատված է։ Հիմա եթե շատ հայտարարությունները շարունակվում են։ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, դուք ասում եք, ես էլ կարող եմ ասել Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, հա։ Համաձայն չեք, մենք մի րոպե առաջ խոսում էինք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին։ Կարող եք սա ապակառուցողական նկարագրել, կարծում եմ ոչ այդքան, բայց ես հարց է խոստացել չէ ամենասկզբում։ Սևանա անվանում է Գյոյչը եւ ինչքանով է դա տեղավորվում այդ ձեր ասած խաղաղության Չի տեղավորվում։
եւ մի ճշտմամբ իհարկե չեմ ուզում ոչ մեկի փաստաբանություն անել, բայց ձևակերպումը այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոքչա։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան, Լևա ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոքչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին, ասում ենք ապակառուցողական նարատիվներ, քայլեր, գնահատականներ, լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ իմ համար որպես կառավարության անդամի սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է։ Կա հայկական Հայաստան ուղևորվող բեռների անցում Ադրբեջանի տարածքով ադրբեջանական երկաթուղով։ Իմ համար սա անհամեմատ ավելի ծանր կշիռ ունեցող երևույթ է եւ քայլ։ Այս մյուս հայտարարություններ կան, ես չեմ ժխտում եւ ոչ մեկ չի կարող ժխտել։ Լավն է, չի ասի, բայց դե երևի կամաց առաջ կգնանք, էլի։ Իսկ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները ինչ նպատակ կամ ինչ միտում ունեն։ Ինձ եք հարցնում։ Անհանգստացնող է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ Ադրբեջանի քաղաքացիները Ադրբեջանում, այդպես էլի։ Շնորհակալ եմ, ստեսություն։ Հարցնեմ